Բարի գալուստ Հարվարդի հիմ մերձավոր արևելքի թանգարան կամ H-Main։ Իմ անունը Փիթեր Դերմանուելյանն է։ Ես տնօրենն եմ եւ ուրախ եմ ձեզ ողջունել շենքում։ Մենք իրականում սկսել ենք դեռևս 1899 թվականին, փաստորեն հենց այնտեղ, երբ մեզ մի քանի սրահ տրամադրվեց Փիբոդիի թանգարանում։ Բայց հետո Դեյվիդ Գորդոն Լայոնը, մեր հիմնադիրը, գումար հայթաթեց կառուցելու այն շենքը, որտեղ մենք հիմա գնում ենք։ Սա մեր կայիս տունն է։ Մեր թանգարանի, ինչպես նաև մերձավոր արևելքի լեզուների եւ քաղաքակրթությունների ամբիոնի, հրեական ուսումնասիրությունների կենտրոնի, իսլամական ուսումնասիրությունների ալվալիդ կենտրոնի եւ իհարկե մեր հավաքածուների։ Թանգարանն ի սկզբանե կառուցվել է հին մերձավոր արևելքի բոլոր սեմական լեզվաընտանիքների ուսումնասիրության համար։ Այսպիսով ասորիներ, բաբելոնացիներ, իսրայելցիներ, մովաբացիներ, փախշտացիներ, եգիպտացիներ բոլորը։ Եվ մենք փորձում ենք ներկայացնել բոլոր այն մշակույթների նմուշները, որոնց հետ առնչվել ենք, պեղումների եւ նաեւ այլ միջոցներով։ Միացեք ինձ ներսում դիտելու իմ ամենասիրելի նմուշներից մի քանիսը։ Մենք բաց ենք շատ օրեր։ Աշխատանքային ժամերի համար ստուգեք մեր կայքը, սովորաբար ժամը 11-ից մինչև 4-ը, եւ մուտքն անվճար է։ Մենք ունենք 3 սրահ, յուրաքանչյուրը 3 հարկերից մեկում։ Իսկ սա միջերկրածովյան շուկաներ կոչվող հատուկ ցուցադրությունն է։ Այն նախատեսված է ցույց տալու հին միջերկրածովյան աշխարհի փոխկապակցությունը, այսպես ասած գլոբալիզացիան։ Այսպիսով մենք ունենք առարկաներ բազմաթիվ տարբեր մշակույթներից եւ բազմաթիվ տարբեր ժամանակաշրջաններից։ Ուրիշ որ թանգարանային ցուցահանդես կարող եք գնալ, որտեղ այստեղ կլինի հին հռոմեական ապակի, այնտեղ եգիպտական արձանիկներ եւ նույնիսկ Coca-Cola-ի շիշ արաբերեն գրությամբ։ Կամ գինու շշեր, օրինակ, այստեղ մենք ունենք հին Իսրայելի առաջին հազարամյակի տան վերարտադրությունը։ Իսկ մեր ինտերակտիվ ցուցադրություններից մի քանիսի միջոցով կարող եք հպվել էկրանին, ավելին իմանալու իմ հետևում տեսած ցանկացած առարկայի մասին։ Դիմացի կողմում մենք ունենք նավաբեկության վերարտադրության։ Սա ժամանակակից ցուցափեղկ է, որը փորձում է ձեզ ցույց տալ այս որոշակի նավի նավամբարի կտրվածքը, որը գտնվել է Միջերկրական ծովի հատակին խորտակված։ Սինայի ափերի սա 1999 թվականի հայտնագործություն է։ Մեր հնագետների զարմանալի գտածոն։ Եվ մենք փորձում ենք ցույց տալ նավի նավամբարը։ Այսպիսով դուք տեսնում եք ամֆորաները, անոթները, որոնք նավամբարում են եղել խորտակման պահին։ Նույնիսկ դրանց վրա աճած ծովային կաղնիներից մի քանիսը դեռ տեղում են։ Այստեղ հին Եգիպտոսի միջին թագավորության նավակ է եւ կարող եք տեսնել փայտե փոքրիկ կոպիտ փորագրված ֆիգուրները, որոնք պետք է թիավարեին, կառավարեին առագաստները եւ այլն։ Դեր Բերշայի տարածից դրանից շատ կա։ Տեխնոլոգիաների միջոցով մենք փորձում ենք հարստացնել հավաքածուները եւ կրթել, տեղեկացնել ու հիացնել։ Այսպես օրինակ, մենք ունենք այս պատկերացրահում գտնվող առարկաների եռաչափ տպագրված վերարտադրությունները, եւ դուք կարող եք պարզապես վերցնել մեկը եւ դնել այս փոքրիկ տուփի վրա, եւ ահա թե ինչ է անում տուփի մեջ գտնվող թանգարանը։ Վստահ եմ, որ նկատել եք, որ այս եգիպտական կրկնօրինակն ամբողջական չէ։ Տեև արձանիկի գլուխը բացապայում է այն հստակ ցույց է տալիս բոկոտնը տղամարդու երկար կիսաշրջազգեստով մինչև գոտկատեղը մերկ, ուն դաստակները կապված են մեջքի հետևում։ Եվ եթե անգլերենը ձերը չէ, ինչ կասեք իսպաներենի մասին։ Վստահ եմ, որ նկատել եք, որ այս եգիպտական կրկնօրինակն ամբողջական չէ։ Թեև արձանիկի գլուխը բացակայում է, այն հստակ ցույց է տալիս բոկոտ տղամարդու երկար կիսաշրջագեստով։ Ատերին կտեսնեք, երբ առաջին հարկից երկրորդ հարկ եք բարձրանում, Գիզայի պեղումների լուսանկարները, որոնք իրականացվել են Հարվարդի համալսարանի եւ Բոստոնի գեղարվեստի թանգարանի արշավախմբի կողմից։ Ինչ գործ ունի այս ոսկեգահը այս պատկերասրահում։ Դե ինչ 1925 թվականն է եւ Հարվարդի համալսարանի եւ Բոստոնի գեղարվեստի թանգարանի արշավախումբն աշխատում է Գիզայում։ Չոփսի մեծ բուրգի արևելյան կողմում։ Տնօրենը Ջորջ Ռայսները վերադարձել է Հարվարդ դասավանդելու։ Բայց թիմը հանդիպում է մի խորհրդավոր դամբարանահորի։ Էն ինչ նման ներքև, ու ներքև, 30 մետր, 90 ֆուտ գետնի տակ, եւ ավարտվում է քայքայված դամբարանում։ Շատ փոքր սենյակ, շատ անավարտ։ Նրանք հասկանում են, որ այստեղ տեղի ունեցածը վերականգնելու միակ միջոցը ներքնակների վրա պարկելն է։
Հավաքել յուրաքանչյուր փոքրիկ բեկոր, շատ լուսանկարներ անել, ամեն ինչին համար տալ, շատ գծագրեր անել։ Եվ պարզվում է, որ դա հետեփերես թագուհու գախնի դամբարանն է, կամ մենք կարծում ենք, որ դա նրա դամբարանն է, Քեոպսի մոր, մեծ բուրգի կառուցողի։ Հնարավոր եղավ վերականգներ կահույքը, մահճակալի գլխակալ, մահճակալ, պատկարակ, վարագույրի տուփ, պարզ աթոռ։ Բայց կար մի շատ բարդ երկրորդ աթոռ, եւ ոչ ոք չգիտեր, թե ինչ տեսք պետք է ունենար այն, մինչև 1949 թվականը, երբ Պրայսների օգնական Բիլ Սմիթը մի քանի հնագիտական գծագրեր կազմեց։ Մենք վերցրինք դա եւ շարունակեցինք։ Մենք ստեղծեցինք այս աթոռի համակարգչային մոդելը, ապա ամբողջը հավաքեցինք եւ պատրաստվեցինք բուն իրը։ Օգտագործելով համակարգչային փորագրման գործիքներ, CNC երթուղիչ մեքենա, իսկական ոսկեզօծում եւ իսկական հաղճապակյա սալիկներ այս ցուցանմուշը ստեղծելու համար։ Այն ունի բազեի տեսքով բասկակալներ, նեյտ աստվածուհի պատկերներ եւ բազմաթիվ այլ խորհրդանշական մոտիվներ, հաղճապակյաներ դիզների հետ միասին, որը շատ հարմար արքայական կահույք էր հետեփերես թագուհու համար։ Սա հին սալաքարի ժամանակակից վերարտադրությունն է։ Այն կոչվում է Թութմոս 4-ի երազի սալաքար։ Այն մինչ օրս կանգուն է, բնօրինակ գրանիտե սալաքարը, Գիզայի մեծ Սֆինքսի առջևի թաթերի միջև, եւ այն թվագրվում է Սֆինքսից 1000 տարի ուշ։ Սֆինքսը 4-րդ դինաստիա է, մոտավորապես մեր թվարկությունից առաջ 2400-2500 թվականներին, իսկ 10-րդ դինաստիան սրա ստեղծման տարեթիվն է 1000 տարի անց։ Իսկ երիտասարդ արքայազնը Թութմոս 4-ը արքայազն է ո։ Նա սիրում է շրջել Գիզայի բուրգերի շուտքը։ Մի օր նա քնում է եւ Սֆինքսը երազում նրան է հայտնում, ու ըստ էության ասում. «Ես ծածկված եմ ավազով։ Եթե դու ինձ հանես, ես քեզ փարավոն կդարձնեմ»։ Եվ նա արեց, եւ նա դարձավ։ Իսկ որտեղից գիտենք այս ամենը։ Եկմալցին մեզ պատմում են այստեղի հիերոգլիֆները։ Այսպիսով Թութմոս 4-ը թագավոր է դառնում։ Նա վերցնում է քարի մի կտոր, հավանաբար Խաֆրեի բուրգի համալիրից, արձանագրում է սալաքարը եւ դնում այն Սֆինքսի առջևի թաթերի միջև։ Քարոզչական բաբոչ են։ Արդյոք դա երբևէ տեղի է մեծել, ով գիտի, բայց դա անշուշտ ամրապնդում է թագավորի լեգիտիմությունը։ Եվ մենք տեսնում ենք Թութմոս 4-ին այստեղ, որ զոհաբերություններ է անում Սֆինքսին, եւ մեկ այլ պատկերում նույն բանն է կատարվում հենց այստեղ։ Իսկ հետո տեքստի հիմնական մասը հիերոգլիֆներով, որը սկսվում է այստեղից, ամսաթվով, եւ հետո շարունակվում է։ Եվ մեր հավելվածով դուք կարող եք ուղղել ձեր հեռախոսը կամ iPad-ը սալաքարի վրա եւ ստանալ տեքստի տող արտող թարգմանությունը, որը պատմում է այս զարմանահրաշ պատմությունը։ Սա Պադիմոտի մումիայի տարան է, որը պաշտոնյա, քուրմ եւ մետաղի փորագրիչ է եղել Թեբեյում, հին Թեբեյում, ժամանակակից Լուքսորում, Կահիրեից մի քանի 100 մղոն հարավ։ Եվ սա հավաքածուի եզակի նմուշ է։ Այն պատրաստված է ստվարաթղթից, այսինքն կտավի շերտերից, ապա պատված է գիպսով եւ փորագրված։ Եթե շատ ուշադիր նայեք, կտեսնեք, որ պատկերներն ու արձանագրությունները բարձրացված են։ Դրանք բարձր ռելիեֆով են, գիպսի մնացած հատվածից վեր։ Շատ հազվադեպ է, մումիաների ընդամենը մի քանի այլ տարաներ ունեն զարդարման այս տեսակի տեխնիկա։ Եվ կան Անուբիս Աստծո շնագայելի գլխով Աստծո հիանալի տեսարաններ, որը հոգ է տանում Պադիմոտի մումիայի մասին։ Եվ հետո, երբ նրանք կշռում են Մաատի կամ ճշմարտության փետուրի հետ, նա արդարացված է ճանաչվում։ Եվ նրան ուղեկցում են Ռահորախտիի մոտ, բազեի գլխով Աստծո այս իրար հաջորդող պատկերները, վերևում արևի սկավառակով։ Հիանալի տեսարաններ, հիանալի զարդարանք, տարբեր աստվածություններ եւ արձանագրություններ ամենուր։ Եվ հետո յուրօրինակ կերպով տարայի ներքևի մասում աստվածացված Ամենհոտեպ առաջին թագավարի պատկերն է։ Սա 22-րդ դինաստիան է, Պադիմուտի 3-րդ միջանկյալ շրջանը, այսինքն մոտ ՄԹԱ 940 թվականը։ Ամենհոտեպ առաջինը պատկանում է 18-րդ դինաստիային։ Ուստի նա այն գերեզմանատան հովանավոր աստվածն է կամ հովանավոր թագավորը, որտեղ թաղված է Պադիմուտը։ Ամենհոտեպ առաջինը պատկերված է նաև տարայի ոտնաթաթի ներքևի մասում։ Ընդհանուր առմամբ իսկական գլուխգործոց եւ թանգարանի կանձ։ Եգիպտագիտությունը հին Եգիպտոսի գիտական ուսումնասիրությունն է։ Եգիպտամոլությունը մեր հիացմունքն է այս հին մշակույթի նկատմամբ, հանրահայտ գործերում։ Գուցե ճանաչեք այս իրերից մի քանիսը, լինեն դրանք օծանելիքի շշեր, լվացքի փոշի, ամսագրերի գովազդներ, լեգոյի կտորներ, թե սիգարետի տուփեր, մենք ամենուր տեսնում ենք հին եգիպտական մոտիվներ արևմտյան քաղաքակրթության մեջ։ Դա մշակույթի հանդեպ մեր հիացմունքի մի մասն է։
Իսկ այս դեպքում մենք ներկայացրել ենք այս առարկաներից մի քանի նմուշ, որոնք կարող են հարազատ թվալ կամ գուցե էկզոտիկ, տարբերվող եւ արկածային։ Ամեն դեպքում եգիպտամոլությունը մեզ շրջապատում է։ Այս նմուշը կանոպիկ սափո է։ Կանոպիկ սափորները սովորաբար լինում են 4-ը, եւ դրանք նախատեսված էին հանգուցյալի ներքին օրգանները՝ լյարդը, թոքերը, աղիքները եւ ստամոքսը պահելու համար։ Սա պատկանել է Ուսերհաթին, Ամոնի դաշտերի վերակացրին։ Նա թագավոր չէր, բայց ուներ թագավորական դանգոնան։ Սա քավի 45-ից է, թագավորների հովտի դամբարանից։ Ուսերհաթը թագավոր չէր, բայց այնուամենայնիվ նա այն եզակի մարդկանցից էր, ովքեր դամբարան ունեին այս թանկարժեք վայրում։ Սա 18-րդ դինաստիան է, այսինքն մոտավորապես մթահ 1400 թվականը։ Այն կրակարից է եւ այստեղ բանաձևն է։ Նաև Ուսերհաթի անուն ու տիտղոսները, իսկ դեմքը փորագրված է 18-րդ դինաստիայի այս գեղեցիկ ոճով։ Այս սափորներից 3-ը գտել է Հովարդ Քարքը, այն մարդը, ով 1922 թվականին հայտնաբերել է Թութանհամոնի դամբարանը։ Բայց սրանք շատ ավելի վաղ են, 1902 թվականից, իսկ 4-րդը գտնվել է միայն 2006 թվականին, թագավորների հովտի հարևան դամբարանում։ Մոտավորապես մթա 940 թվականին է պատրաստվել այս սարկոֆագը, ինչպես նաև այս սրահի մյուսը։ Սա պատկանում է մի տղամարդու Անխոնսոին եւ հավանաբար նրա կինը Մուտին մյուսի տերն է։ Սա պատրաստվել է 22-րդ դինաստիայի օրոք, այսինքն 3-րդ անցումային շրջանում։ Մոտավորապես մթա 940 թվականն է եւ այն պատրաստված է սիկամորի թզենու փայտից։ Գեղեցիկ նկարազարդումներ, մեծ հիերոգլիֆներ կողքերին, որոնք թվարկում են Անխոնսոյի տիտղոսները եւ այլ տեսակի հմայախոսքեր։ Մեկն էլ սարկոֆագի կենտրոնական մասումը։ Եվ մեզ մեծ անակնկալ էր սպասվում վերջերս, երբ պահպանման, եռաչափ սկանավորման եւ լուսանկարչական աշխատանքների ժամանակ բարձրացինք կափարիչը։ Բարձրացինք կափարիչը եւ ի զարմանս մեզ գտանք բազեի գլխով արևի աստծո Ռա հորախփի գեղեցիկ պատկերը, նկարված սարկոֆագի տուփի ներքին հատակին։ Համակարգչային ծրագրով կարող ենք այն կանելավել։ Քանի որ այն մի փոքր մթագնել է սուրբ յուղերից, որոնք լցվել են վրան, հավանաբար հուղարկավորության ընթացքում։ Ընդհանուր առմամբ այս երկու նմուշները Թեբեից են։ Դրանք նվիրաբերվել են թանգարանին։ Ներսում մարդկային մնացորդներ չկային, ոչ մի մարմին, եւ դրանք հասել են Ամերիկա։ Բայց դրանք հավաքածուի գանձային են։ Սրահի իմ սիրելի նմուշներից մեկը Թութանհամոն թագավորի այս գաղն է։ Այն հնություն չէ։ Այն պատրաստել է տաղանդավոր եգիպտացի արհեստավորը 1929 թվականին, երբ ամերիկացի զբոսաշրջիկը եկել է Կահիրե եւ պատվիրել։ Ոչ թե մեկը, այլ երկուսը։ Սա զարմանալի կրկնօրինակ է, շատ նման Թութանհամոնի բնօրինակ ոսկեզոծ գահին, որն այսօր ցուցադրվում է Կահիրեում։ Սա պատրաստված է տեկի փայտից, սադափի եւ փղոսկրի ներդիրներով եւ ցույց է տալիս բնօրինակի յուրաքանչյուր մանրուքը։ Ընդհուպ մինչև հիերոգլիֆային արձանագրությունները, որոնք ներկայացնում են Թութանհամոնի վաղ եւ ուշ շրջանի անունները։ Քանի որ նա ապրել է 18-րդ դինաստիայի շատ բուրն ժամանակաշրջանում, երբ եգիպտական կրոնը գլխի վայր շրջվել էր եւ պետք է վերադարձվեր նորմալ հուն կամ ուղղափառության։ Այստեղ հիանալի մանրամասներ կան։ Հետևի մասում տեսնում եք արևի սկավառակը, որից իջնող ճառագայթները վերածվում են մարդկային ձեռքերի, օրնելով արքայական զույգին, Թութանհամոնին եւ նրա թագուհուն Անհեսենամոնին։ Արքայի անունները տեսնում ենք քարտուշների կամ օվալաձև օղակների մեջ։ Այստեղ ունենք առյուծներ եւ առյուծի թաթեր, իսկ ներքևում այս ցանցկեն ամրակն է, որի վրա վերին եւ ներքին Եգիպտոսի երկրի երկու կեսերի խորհրդանշական միավորման մոտիվն է։ Ընդհանուր առմամբ զարմանալի նմուշ է, պատմական հնության կրկնօրինակ եւ 20-րդ դարի առաջին կեսի լավագույն վարպետության օրինակ։ Այս եռյակը թագավորական արձան է, ժամանակակից կրկնօրինակ։ Բնօրինակը Բոստոնի Դեղարվեստի թանգարանում է, Չարլզ գետի մյուս ափին, եւ այն պատկերում է Մենկաուրե արքային, Գիզայի երրորդ եւ ամենափոքր բուրգի կառուցողին։ Մեջտեղում նստած է Հաթոր աստվածուհին, իր կովի եղջյուրներով եւ արևի սկավառակով, իսկ մյուս կողմում Նոմի կամ գավառական աստվածություն կամ աստվածուհի է։ Սա պատկանում է վերին Եգիպտոսի նապաստակի Նոմին, որտեղ գտնվում է Դեր Էլ-Բերշան։ Հիմքի վրա կան արձանագրություններ, որոնք ներկայացնում են Մենկաուրեի անունը օվալաձև օղակի կամ քարտուշի մեջ եւ թվարկում են տարբեր տեսակի ընծաներ։ Սա բազմաթիվ երյակներից մեկն էր, որը գտնվել է Մենկաուրե արքայի հովտի տաճարում, նրա բուրգից դեպի արևելք տանող երկար արահետի վերջում։
Այն հայտնաբերվել է 1908 թվականին 3 այլ նմուշների հետ միասին կատարյալ վիճակում Օրիկ Բեյթի կողմից, որն աշխատում էր Ջորջ Ռայսների համար։ Օրիկ Բեյթսը բոստոնցի հնագետ էր, որը դարձավ այստեղ փողոցի մյուս կողմում գտնվող Փիբոդի թանգարանի աֆրիկյան հնագիտության համադրողը։ Բեյթսը դրանք գտել է պեղումների ժամանակ եւ կան պեղումների հիանալի լուսանկարներ, եւ նա հեռագիր է ուղարկել Գեղարվեստի թանգարանի ղեկավարությանը, պատմելով այս գտածոյի մասին։ Սկզբում 2 երյակ եկավ Բոստոն, իսկ 2-ը մնացին Կահիրեի թանգարանում, բայց հետո փոխանակում եղավ։ Ինչու՞։ Որովհետև Ռայսները գտավ հայտնի երկյակը կամ զույգ արձանը Մենկաուրեի եւ հավանաբար Թագուհու, Աստվածուհու կամ նույնիսկ նրա մոր շատ ավելի մեծ արձանը։ Եվ դա եկավ Բոստոն, դա երկար պատմություն է։ Երյակներից մեկը հետ ուղարկելու դիմաց։ Այսպիսով հիմա 3 երակ Կահիրեում է, ընդամենը մեկը Բոստոնում, իսկ սա կրկնօրինակն է։ Ինչու ունենք կրկնօրինակ։ Որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոստոնում գերմանական ռմբակոծությունների վախ կար, եւ այդ պատճառով եգիպտական մեծագույն գլուխգործոցներից մի քանիսը վերարտադրվել են գիպսը կաղապարներով եւ ցուցադրվել, մինչդեռ բնօրինակները գաղտնի տեղափոխվել են Մասաչուսեթսի արևմտյան մաս։ Այս ավազաքարե ռելիեֆը Կարնակի 4-րդ պիլոնից կամ զանգվածային դարպասից է, Ամոնի կամ Ամոն-Ռայի մեծ տաճարից, որը գտնվում է Կահիրեից հարավ, մի քանի 100 մղոն հարավ, ժամանակակից Լուքսորում կամ Հին Թեբեյում, Նեղոսի արևելյան ափին։ Այնտեղ պատկերված է 19-րդ հարստության մեծ արքա Ռամզես II, այսինքն մոտավորապես մեր թվարկությունից առաջ 1270 թվականը, եւ նա Ռատաուի աստվածուհու ընկերակցությամբ է։ Նրա անունը գրված է գլխավերևում, իսկ վերևում արևի սկավառակն է եւ գովի եղջյուրները։ Ռամզեսին կարելի է ճանաչել նրա անվան վերևում գտնվող այս 2 օվալաձև օղակներով կամ քարտուշներով, եւ այս ամենը փորագրված է խորե ռելիեֆով, այն խորացված է ավազաքարի մեջ, եւ այս զանգվածային կերպարն է, որոնք նաեւ փորագրված են կողքերին, բազմաթիվ նմանատիպ ընծայաբերության տեսարանների մաս են կազմել, որոնք զարդարել են Կարնակի տաճարի 4-րդ պիլոնը։ Այստեղ եգիպտական տարբեր տեսակի առարկաների հավաքածու է։ Մենք ունենք կրաքարի կտոր, որի վրա Օսիրիս աստծո էսկիզն է։ Ունենք սուրմա մանրացնելու համար նախատեսված ներկապնակ, ունենք հուղարկավորության արձանիկ պատրաստված ֆայանսից եւ բլոկ արձան տիրոջ արձանագրությամբ, ինչպես նաեւ հուղարկավորության կոն։ Սա մի բան է, որը փորագրվում կամ տեղադրվում էր նոր թագավորության դամբարանների մատուռների վրայի ճարակալի մեջ։ Բայց սա հետաքրքիր նմուշ է, սա առաջին անցումային շրջանի ստելա է, այսինքն մոտավորապես մեր թվարկությունից առաջ 2000 թվականի, որը պատկանել է Իտու Էժնեհե անունով մի մարդու։ Եվ անմիջապես կարելի է տեսնել, որ այն ունի մի տեսակ կոպիտ, գավառական տեսք։ Եգիպտական արվեստը հենց այսպիսի տեսք ուներ, երբ երկիրը մասնատված էր։ Այսպիսով հին թագավորության կամ բուրգերի դարաշրջանի ավարտից հետո ստացվեց այսպիսի գավառական տեսքով արվեստ։ Հիերոգլիֆները մի փոքր անհավասար են դասավորված, դեմքերը մեծ են, փորագրությունը ոչ այնքան բարդ, բայց այստեղ հետաքրքիր պատմությունը, ժամանակակից պատմությունն է։ Ջորջ Ռայսները պեղումներ էր կատարում Վերին Եգիպտոսի Նագա Էդ-Դեյր կոչվող վայրում, եւ նա երկար տարիներ աշխատել է այդ վայրում, բայց նրա պրոֆեսորը, այս թանգարանի հիմնադիր Դեյվիդ Գորդոն Լայոնը մի անգամ եկել է Ռայսներին այցելության։ Եվ այցելությունից հետո նա գնաց Կահիրե առարկաներ ձեռք բերելու։ Այն ժամանակ կարելի էր օրինական կերպով դրանք գնել հնությունների վաճառքով զբաղվող խանութներից։ Եվ նա մտավ մի խանութ, եւ վաճառողն ասաց. «Ես ունեմ այս ստելան Ջորջ Ռայսների պեղումներից»։ Լիոնն ասաց. «Ինչպես է դա հնարավոր»։ Եվ նա հեռագիր ուղարկեց մեղոսի հոսանքով դեպի վեր, Ռայսներին Նագա Էդ-Դեյր, եւ ասաց. «Այս վաճառողն ասում է, որ ձեր նմուշներից մեկն իր մոտ է»։ Ռայսները պատասխանեց. «Անհետեթություն, դա չէր կարող իմ պեղումներից լինել։ Իմ եգիպտագետ գործընկերներից մեկին տարեք, քանի որ Դեյվիդ Գորդոն Լայոնը եգիպտագետ չէր, իմ գործընկերներից մեկին տարեք վաճառողի խանութ եւ նա ցես հետ կնայի այն ու կորոշի կեղծիք է թե ինչ է կատարվում»։ Այդպես էլ արեցի, եւ պարզվեց, որ դա իսկական նմուշ է եւ ամենայն հավանականությամբ Նագա Էդ-Դեյրի այն վայրից, որտեղ Ռայսները պեղումներ էր կատարում, բայց այն հավանաբար հայտնվել էր ապօրինի պեղումների արդյունքում։ Կամ տեղի եգիպտացիներից ոմանք, որոնք ձեռք էին բերել այս նմուշը, մինչև Ռայսներն այնտեղ կաշխատեր։ Ինչևէ, Ռայսները շնորհակալություն հայտնեց իր նախկին պրոֆեսոր Լայոնին իրեն այցելելու եւ հետաքրքրվելու համար եւ ասաց, որ ազատ է քանել այն, ինչ կցանկանաք։ Եվ այսպես, Լայոնը գնեց սալաքարը եւ ահա այն այսօր մեր թանգարանում է։ Ահա մի վերջին ձեռքբերում։ Սա ժամանակակից յուղաներկտալ է։ Հեղինակն ամերիկացի նկարիչ Ջոզեֆ Լինդոն Սմիթն է։ Նա Ջորջ Ռայսմերի Հարվարդի Գեղարվեստի թանգարանի արշավախմբի ղեկավարի մտերիմ ընկերն էր, եւ սա տեսարան է այս դամբարանից։
Ռայսները պեղումներ էր կատարում Գիզայի բուրգերում, եւ մեծ բուրգի արևելյան կողմում նա գտավ այս մատուռը, որը պատկանում էր 6-րդ դինաստիայի Իդու անունով պաշտոնյային։ Ահա Իդուն, իր կեղծ դրան մեջ, եւ նա կախարդական կերպով հայտնվում է անդրաշխարից, ձեռքերը մեկնած ընդունելու ընծաները, կաթ, հաց, գարեջուր եւ այլ մթերքներ, որոնք մենք ողջերս կբերեինք նրա մատուր եւ կընծայեինք նրա հոգուն։ Դե Ջո Սմիթն այնքան էր հմայված այս տեսարանով, որ որոշեց նկարել այն 1925 թվականին Ռայսների եւ Արշավախմբի համար, եւ մեր բախտը բերեց, որ վերջերս այն ձեռք բերեցինք թանգարանի համար։ Այստեղ Իդուն ամբողջովին գունավոր է, ինչը Ռայսները շատ էր գնահատում, քանի որ այն ժամանակ լուսանկարչությունը հիմնականում սև ու սպիտակ էր։ Ասորական պալավի խորաքանդակները թանգարանի երրորդ Սրանք Նինվեից են եւ ներկայիս Իրաքի այլ վայրերից։ Ուղեք ձեր սավքը դրանց վրա եւ դրանք կկենթանանան։ Ասորագետներն օգնում են մեզ վերականգնել գույները։ Մենք ունենք անիմացիաներ, պատում, երաժշտություն, որս, բոլոր տեսակի լրացուցիչ հնարավորություններ։ Ըստ աստվածների մեծ Աստծո, իմ Տերը կուղարկի իր զորքերը անապատի փոթորկի պես, լիովին ոչնչացնելու բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են իրեն։ Նրանք, ովքեր ընդդիմանում են Աշուրի լծին, չեն կարող երկար դիմանալ Աստծո անողորմ զենքերին։ Լավագույնը հնազանդվելն է եւ անվտանգություն վայելել այս մեծ երկրի սահմաններում։ Շատերը հասկացել են, որ անխոհեմ են դիմանալ մեր Տիրոջը, որը հավերժացրել է իր հաղթանակները այս փորագրված վահանակների վրա, որոնք տեսնում եք պալատի այս ընդունելությունների սրահում։ Վստահ եմ, որ դուք կգնահատեք մեր վերջին գործողություններից մնացած ուժը։ Ափսոս, որ դուք ավելի ժամանակին չժամանեցիք, որպեսզի ձեր աչքերով տեսնեիք թագավորի փառահեղ հաղթանակը։ Տեսնում եք, ես հասկանում եմ, որ ձեր ճանապարհորդությունը դեպի մեր մեծ քաղաք տևել է շատ ամիսներ, եւ անշուշտ դուք լսել եք թագավորի նախնիների եւ մեր Տիրոջ մասին, որը գրավել է բազմակիվ հողեր եւ ժողովուրդներ։ Եվ սա է,